Ողջույն հարգելիներ, առաջիկա ամիսների ընթացքում ես ուսումնասիրել եմ ավելի խորապես, քան հիմա տիրապետում եմ կորսետային հագուստը, իր ամեն տեսակի մշակումներով, ձևացքով եւ այլն։ Եվ կիսվում եմ ձեր հետ նաեւ իմ արդեն ունեցած գիտելիքներով եւ այն ինչ որ ես կունենամ ընթացքում հմտություններով։ Քանի որ ես սիրում եմ ամեն ինչը, որ լինի հիմքից, բազայինը, սկիզբը, դրա համար նախքան բարդ նյութերին անցնելը հետագայում դուք իմ ալիքում կտեսնեք, հիմնականում տեղադրել եմ YouTube-ում։ Ես խոսելու եմ ռելիեֆային կարերից։ Ռելիեֆային կարերը դրանք այն բազան է, որ մենք պետք է իմանանք կորսետային հագուստի համար, որովհետև կորսետային հագուստը ամբողջությամբ է կազմված ռելիեֆային կարերից։ Այստեղ ռելիեֆային կարերը եւ կոնստրուկտիվ են եւ դեկորատիվ։ Ռելիեֆային կար, ինչ է դա, կրճատ, կարող ենք ասել ռելիեֆ, դրանք բոլոր այս ձգված երկարավուն գծերն են, որը կարող է լինել կոր, կլոր, ուղղահայաց։ Ռելիեֆային կարը դա կառուցվածքային կամ կարող ենք ասել կոնստրուկտիվ դեկորատիվ կար է, որը իր մեջ միաժամանակ տեղափոխում է առջևից կրծքային եւ գոտկային սեղմոնները, իսկ մեջքից ուսային, եթե այդպեսին կա թեակային սեղմոն, որտեղ կորսետը կարող է նաեւ փոքր վերևի հատված ունենա, եւ գոտկային սեղմոնների ամբողջ խորությունները։ Դրանք բոլորը, որտեղ խորություններ կան, դրանք կոնստրուկտիվ ռելիեֆային կարերն են, քանի որ մասնակցում են հագուստի ձևավորման ամբողջ այդ գործընթացին։ Իսկ գործընթացին չմասնակցող գծերը, օրինակի համար դրանք կարող են այսպիսի գծեր լինել, կարող են այլ տեսակի գծեր լինեն, դրանք կոչվում են դեկորատիվ, որովհետև միայն զարդարանք հանդիսացող կարեր են։ Դրա հաջորդի փոքրիկ տեսանյութերով ցույց կտամ ռելիեֆային կարերը, ավելի ճիշտ կխոսեմ այդ մասին, ուղղահայաց կոր եւ դրանց տեսակները։